Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում պատմական օպերա Garnier-ում տեղի ունեցավ The Muse Powered by Jardin d'Arménie բացառիկ ցուցադրությունը, նշանավորելով հայկական երկու լյուքս բրենդների The Muse բրենդի եւ Jardin d'Arménie Royal բրենդի ինքնատիպ համագործակցությունը։ Կանանց հագուստի նոր 2026-27 աշուն ձմեռ հավաքածուն ներկայացվել է որպես ստեղծարար երկխոսություն Jardin d'Arménie եւ The Muse-ի աշխարհների միջև, որտեղ միահյուսվում են կուտյուրը, ինքնատիպ գործվածքների եւ ֆակտուրաների մշակույթն ու ապրելու արվեստը։ Դիզայներ Մանե Խաչատրյանի հիմնադրած The Muse բրենդը դարձել է հայկական նորաձևության առաջին տներից մեկը, որն իր հավաքածուները ներկայացրել է Միլանում, Փարիզում եւ Նյու Յորքում։ The Muse-ի այս հավաքածուի համար ստեղծագործական մուսա է եղել Jardin d'Arménie-ին։ Փարիզյան այս ցուցադրության շրջանակում The Muse-ն իր հագուստներով բացահայտել է ինքնության եւ մշակութային փոխակերպման թեմաները, որոնք համահունչ են Պողոսյան Luxury Brand House-ի փիլիսոփայությանը։ Իրենց համագործակցության միջոցով Jardin d'Arménie եւ The Muse-ը միավորել են ժառանգությունը, արհեստագործական վարպետությունը եւ գեղարվեստական արտահայտչությունը հայկական մշակույթին նոր ու ժամանակակից հնչողություն հաղորդելով։ Jardin d'Arménie-ն ու The Muse-ը միավորում են գերազանցության ու ժառանգության փոխանցման հանդեպ իրենց համատեղ ձգտումը։ Այս համագործակցությունը ստեղծում է երկխոսություն ստեղծագործության, ժառանգության եւ հայկական նրբաճաշակ ապրելակերպի միջև, այնպիսի խորհրդանշական միջավայրում, ինչպիսին է օպերա Garnier-ը։ Jardin d'Arménie-ի հետ այս համագործակցությունը մարմնավորում է The Muse-ի ոգին, հայկական կենդանի ժառանգությունը, որը արտահայտվում է ժամանակակից կուտյուրի միջոցով։ The Muse-ի փարիզյան ցուցադրության գործընկեր Jardin d'Arménie-ն հայկական ժառանգության նրբաճաշակ եւ ժամանակակից մեկնաբանությունը։ Royal Brand-ին բարձրակարգ ալկոհոլային խմիչքների միանգամայն նոր կատեգորիա է։ Jardin d'Arménie-ն պատրաստվում է հայկական էնդեմիկ ոսկեհատ խաղողից եւ անցնում է հասունացման յուրահատուկ գործընթաց, համադրելով ավանդական ու նորարար մեթոդները։ Jardin d'Arménie-ի եվրոպական շնորհանդեսը տեղի ունեցավ 2025 թվականի սեպտեմբերին Մոնակոյում, Մոնակոյի իշխան Ալբերտ II-ի եւ այլ ճանաչված անհատների մասնակցությամբ։ Այսօր բրենդը հաստատված է Մոնակոյում, Ֆրանսիայում եւ որոշ ընտրված եվրոպական շուկաներում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։